Բարի երեկո, եթերում Արտֆոկուսն է։ Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնն այս պահին Արցախի միակ թատրոնն է, որ շարունակում է գործունեությունը Հայաստանում, Երևանում։ Թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու ռեժիսորը Ժանը Գրիգորովան է։ Թեև թատրոնը ունի սեփական թատերադահլիճ եւ փորձասենյակներ, իսկ դերասանները հաղթահարում են մի շարք դժվարություններ, թատրոնը շարունակում է ներկայացումներ բեմադրել, նոր ձևաչափեր փորձարկել, փառատոների մասնակցել, ավելին մրցանակներ ստանալ։ Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնի գործունեության, Երևանում նոր կյանք կառուցելու, նոր տուն հիմնելու դժվարությունների եւ հաղթանակների մասին կխոսենք Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնի դերասանուհի հաղորդավար Շողեր Սարգսյանի եւ դերասան Հարություն Անդրեասյանի հետ։ Բարի երեկո։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Մենք ենք շնորհակալ։ Շողեր, դուք ձեր գործունեությունը սկսել եք Արցախի հանրային հեռուստատեսությունում, եւ զուգահեռաբար աշխատել եք նաև Փափազյանի անվան դրամատիկական թատրոնում Ստեփանակերտում, իսկ 2024 թվականին տեղահանումից հետո արդեն հրավեր ստացաք ռուսական դրամատիկական թատրոնից այստեղ Երևանում։ Հարություն, դուք էլ 2022-ին Ստեփանակերտում եք փաստորեն միացել թատրոնին, իսկ 24-ին արդեն կրկին համալրել եք Երևանում թատրոնի դերասանական անձնակազմը։ Ինչ դեր խաղաց այս թատրոնը, Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնը ձեր կյանքում, թե Ստեփանակերտում եւ նաեւ Երևանում, երբ արդեն ըստ էության սկսեցիք նոր կյանք կառուցել այստեղ։ Իրականում ինձ համար թատրոնը դա նոր սկիզբ է, որովհետև բանակից հետո եկած արդեն մի անգամ տունը կորցրած, Շուշին կորցրած։ Այո, 44 օրյայի մասնակցելուց հետո եկա եւ համալսարանը իրականում կիսաթողեցի, ճարտարապետական էի սովորում, զգացի, որ ուրիշ ճանապարհ պետք է ինձ համար գտնեմ ու փորձում էի մի քանի տեղերում ինձ գտնել որն է իմը։ Մի անգամ փորձեցի Ստեփանակերտի պետական Վահրամ Փափազյանի անվան թատրոնում, այո, առաջին ներկայացումս եղել։ Մանկական ամանորյա ներկայացում էր Շամդերում, առաջի դերս։ Հետո ընդունվեց մի փորձել արեցի իրականում արդեն այդ ժամանակ ձևավորված SRDT-ի հիմնական դերասանակազմի հետ, բայց ներկայացումը չստացվեց դնել, որովհետև բլոկադա էր արդեն Արցախում եւ դերասանուհիներից մեկը մնացել էր Երևանում։ Այդ պատճառով Ժանա Գրիգորովան առաջարկեց միանալ երիտասարդական արտ ստուդիային եւ փորձերի ու սովորել вообще դերասանական հմտությանը եւ հետո այդ ուսումից որոշ ժամանակ անց մենք բեմադրեցինք առաջի արդեն լուրջ պոետիկ ներկայացումս բլոկադային Ստեփանակերտում։ Ինձ համար մի քիչ այլ է փորձառությունը, որովհետեւ արդեն նշեցիք, որ մի քիչ ուշ եմ միացել թատրոնին։ Այդ ժամանակաշրջանը բավականին բարդ էր ինձ համար, որովհետև հոգեբանորեն շատ ծանր վիճակում էի եւ հայրենիքի կարոտի հետ մեկտեղ նաեւ շատ էի կարոտում բեմը։ Եվ հայկական թատրոնը Ստեփանակերտի Փափազյանի անվան այդ շրջանում, չնայած որ տեղահանությունից անմիջապես հետո ունեցավ հյուրախաղեր, բայց արդեն հետագայում դժվարացավ գտնել ֆինանսավորում եւ տեղի խնդիր կար եւ չհաջողվեց բացել, խումբը ցրվեց եւ ինձ համար ռուսական թատրոնը Ստեփանակերտի, որին ես հետևում էի Արցախում որպես հավատարիմ հանդիսատես, դարձավ այն կետը, որ շարունակաբար կապում էր Արցախի հետ եւ ամուր կարճել էի այդ կետից, որովհետեւ երբ մեր թատրոնում ես նախ սիրում մեծ միջավայր է, բայց նաեւ շատ արցախյան միջավայր է, մեր բարբառով ենք շփվում, անընդհատ խոսում ենք տնից, խոսում ենք Արցախից եւ քիչ թե շատ փորձում ենք նաեւ բարձրաձայնվող թեմաների մեջ բեմում, եթե կա հնարավորությունը նաեւ Արցախի թեման ընդգրկել եւ մի խոսքով ես զգում եմ այս թատրոնում, որ ես իսկապես տանն եմ։ Ըստ էության թատրոնը վերածվել է մի օղակի, որը միավորում է արցախցիներին եւ կարծում եմ նաեւ արցախյան հանդիսատեսին էլ պետք է միավորի, որովհետեւ նրանք, ովքեր հետևել են ձեզ Ստեփանակերտում, կարծում եմ նաեւ փնտրում են Երևանում։
Իրականում սենց մի առաքելություն ունենք, որի մասին փորձերի ընթացքում եւ փորձերից հետո անգամ հանդիսատեսից հետադարձ կապ ենք ստանում ու անընդհատ քննարկում ենք մեր մեջ։ Այսպես է մոտավորապես ձևակերպում իմ ուղղումս, որ մեր առաքելությունն է ուսումնասիրել սիրո բնությունը եւ տարածել այդ սերը աշխարհում։ Իհարկե շատ վեհ ու կարելի ասած անհասանելի ինչ որ նպատակ է դա, բայց հենց այդ իր անհասանելիության մեջ իր դժվարությունը օգնում է մեզ դառնալ ավելի լավը։ Եվ հիմնական մեր առանձնահատկությունը կարելի ասած մեր թատրոնի այդ սիրո, ջերմության ու լույսի պահպանումն է մի փոքրիկ տանը։ Շողերը ասեց, որ որպես տանն ենք մեզ զգում, դա նաև ներկայացումներից հետո մեր հանդիսատեսն է մեզ մոտիկանում ու նման շնորհակալություն հայտնում շնորհակալություն հայտնում այդ ջերմության համար։ Ոչ միայն արցախցիները իրականում, նաև Ռուսաստանից տեղահանված ժողովուրդը եւ ինչու՞ չէ նաև Երևանյան մեր նոր հանդիսատեսը։ Իրականում ես էլ հավելեմ, կարծում եմ, որքանով որ ես հասցրել եմ նկատեմ, մեր հանդիսատեսը մի քիչ տարբերվում է, ոչ թե լավ կամ վատ իմաստով, այլ այն իմաստով, որ իսկապես այդ սիրո մթնոլորտից վարակվում են եւ հիմնականում մենք ունենք մեր մշտական հանդիսատեսը, որ գալիս է սկսած Ստեփանակերտից մինչեւ այսօր, նրանք գտնում են եւ հնարավորության դեպքում անպայման լինում են առաջնախաղերին գոնե եւ պատահական մարդիկ քիչ են լինում եւ այսօր նաեւ մենք նպատակ ունենք մի քիչ ավելի ընդլայնելու մեր հանդիսատեսի շրջանակը, որ մարդիկ պարզապես իմանան թատրոնի մասին, գան դիտելու ներկայացումները, բայց մեր մշտական հանդիսատեսը ունենք եւ շնորհակալ ենք նրանց անչափ այդ աջակցության համար, դա շատ մեծ նշանակություն ունի մեզ համար։ Կարծում եմ հանդիսատեսի քանակը ընդլայնելու համար առաջնահերթությունը նաեւ թատերադահլիճը, հիմնական գուցե թատերաբեմը, որտեղ հանդիսատեսը կարողանա փնտրել ձեր ներկայացումներ, ինչպես եք լուծում այդ հարցը, այդ խնդիրը, ինչպես եք հաղթահարում այդ դժվարությունները, նաև փորձասենյակի դժվարությունները։ Հա, հիմա մեր թատրոնը հիմնական տուն ունի, որը շատ մեծ դժվարություններ է ոչ միայն ներկայացումներին գալու համար, այլ ներկայացումները պատրաստելու համար, ուղղակի դահլիճ չունենալը եւ դահլիճում փորձ չանելու փաստը շատ ներկայացումները, պիեսները ընտրելու գործում սահմանափակում է մեր հնարավորությունները։ Այսինքն մասշտաբային ներկայացումներ ընտրելու հնարավորություն ըստ էության չունեք։ Հիմնականում փորձում ենք բարձրացնել մեր ներկայացումները, բայց դրանով հաստատ չի տուժում ներկայացումների որակը։ Այո։ Որովհետև հանդիսատեսը գալիս է եւ այնտեղ անկեղծություն է տեսնում, այդտեղ այդ սերն ու լույսն է տեսնում, որով եւ փորձում ենք գրավել նոր հանդիսատեսներին։ Իսկ փորձերը հիմա անում ենք վարձակալած տանը, մի սենյակում, որտեղ երկու սենյականոց տուն է, որ սենյակներից մեկում որտեղ ռեժիսորն է հենց ապրում, իսկ օրվա առաջին մասում մենք գնում ենք եւ ուղղակի մի փոքրիկ սենյակում փորձում ենք ամբողջ ներկայացում պատկերացնել դահլիճը եւ լույսերը եւ ամեն ինչ։ Իրականում սա մեր թատրոնի իմ ամենասիրած յուրահատկությունն է։ Ես աշխատել եմ թատրոններում, որոնք ավելի պրոֆեսիոնալ էին, այն իմաստով, որ ունեին հատուկ շենք եւ ունեին բոլոր մասնագետներին, որոնք անհրաժեշտ են լավ ներկայացում ստանալու համար, ինչպես ես կարծում էի, իրականում անհրաժեշտ են, բայց ես հասկացա, որ կա նաեւ այլընտրանք, երբ դերասանն ու ռեժիսորը միասին են ստեղծագործում եւ այն ամենը Այո, եւ այն ամենը ինչ բեմում է, եւ դերասանների հագին է, եւ դերասանների վրա է, այդ ամենը ստեղծված է հենց դերասանների ու իրենց ռեժիսորի կողմից։ Սա իմ ամենասիրած յուրահատկությունն է, որ կարծում եմ նաեւ հատուկ նշանակություն համու հոտ է տալիս ներկայացումներին, եւ դու ինքդ որպես դերասան այլ կերպ ես վերաբերվում այդ ներկայացմանը, որովհետեւ դու գիտես, որ ամբողջ ռեկվիզիտը, ամբողջ դեկորը ամենը ստեղծված է քո ջանքերով, եւ սա լավագույնն է, ինչ դու կարող ես սահմանափակ պայմաններում, սահմանափակ ֆինանսավորմամբ, առանց բեմը տեսնելու կարող ես ստեղծել եւ մի տեսակ ավելի է ամրապնդում կապը դերասանների մեջ, դերասանների եւ իրենց թատրոնի, այո։ Ռեկվիզիտը։ Այո։
Մի հարցազրույց լսեցի վերջերս, որտեղ ձեր գեղարվեստական ղեկավարը Ժաննա Գրիգորովան պատմում էր, որ Ստեփանակերտում ուրեմն թատերադահլիճը լցվեց, հանդիսատեսը եկել էր, նստած էր կարծեմ 140 մարդ եւ լույսն անջատվեց եւ բեմից հայտարարվեց, որ եկեք այսօր ներկայացումը չեղարկենք, կգաք մի ուրիշ օր այս ներկայացումը դիտելու, սակայն ունկնդիրը միաձայն ասաց, որ սպասելու են այնքան, մինչև լույսը տան եւ ներկայացումը իրենք դիտեն, այսինքն այնքան մարդիկ կարիք ունեին ձեր այդ ասած, ջերմության, սիրո եւ այդ ամենը ձեզնից բեմից ստանալու։ Ինչ զգացողություններ ունեք, երբ վերհիշում եք այդ ամենը այսօր։ Կարոտ կամ գուցե վերաիմաստավորվել են այդ զգացողություններն ու մտքերը։ Ինձ թվում է դե ժամանակը չի անցել վերաիմաստավորելու, որովհետև վերջերս մեր մոտ եկավ մի հայ ռեժիսոր, դոկումենտալ ռեժիսոր, ով ուզում էր մեր հետ ներկայացում դնել մեր արցախյան պատմությունների, մեր սեփական պատմությունների վերաբերյալ։ Երկար քննարկում ունեցանք եւ հասկացանք, որ այդ ցավը դեռ ինքնուրույն ամեն մեկս մեր համար չեն կարողացել վերաիմաստավորել։ Եվ փորձում ենք հիմա ամբողջ այդ ցավը ուղղել մեր ներկայացումների այլ դերերի անձնական ցավերի վրա եւ այդպես գոնե ինչ որ կերպ վերապրել ու ինչու՞ չէ նաեւ այո ամոքել, ինչու՞ չէ նաեւ լացել եւ երևի թեթևանալ այդ ցավից։ Իսկ ներկայացման պահով, որի մասին դուք ասեցիք, դա իմ հենց այն նույն պրեմիերայի ներկայացումն էր, առաջին անգամն էր եւ մենք արդեն բոլորս պատրաստված կուլիսների հետևում սպասում էինք մեր դուրս գալու մի քանի րոպեին եւ լույսերը հանկարծ անջատվում էր ու պատկերացեք այդ 30 թե 40 րոպե մենք այդ ծմտության մեջ նստած անհանգստանալով շատ ուժեղ, որ եւ քո առաջին ներկայությունը եւ այսպիսի ֆորս մաժոր է տեղի ունենում եւ մարդիկ նույնիսկ իրենց խոսակցությունը, իրենց ծափահարությունները մինչեւ լույսերի տալու պահին դա նույնիսկ ոգեշնչում էր իհարկե ես պայծառ հիշողություններ են, ինչքան է դժվարություն լինեին այդ օրերը մեկ է մարդկանց սերը ու իրար հանդեպ հոգատարությունը դրական էմոցիաներ է միշտ բերում։ Շողեր, ինչպես ուժ գտաք նոր կյանք կառուցելու այստեղ, սկսելու այդ գործընթացը։ Ինձ թվում է այդ պահին ուժ չեմ գտել, պարզապես հասկացել եմ, որ ստիպված եմ ինչ-որ մի բան անել, որովհետև չեմ կարող այդպես շարունակել։ Եվ պարզապես ես ինձ շատ հաջողակ եմ համարում, որ այդ փուլում ինձ պարզապես գտան մարդիկ, ովքեր օգնեցին հաղթահարելու այդ փուլը։ Միաժամանակ մի քանի տեղից ստացա այդ աշխատանքի հրավերը, մի քանի տարբեր ծրագրեր, պրոյեկտներ կային, որոնց վրա սկսեցի աշխատել, եւ մարդիկ ինձ շատ քաջալերեցին, ես զգացի սերը, հոգատարությունը իմ եւ արցախյան թեմայի հանդեպ, եւ իսկապես հաջողակ եմ, որ ունեցա հնարավորությունը միանալու։ Այնուհետև, երբ դու թատրոնում ես, թատրոնը ինքնըստինքյան քեզ օգնում է հաղթահարելու քո բոլոր անձնական խնդիրները։ Դու մի կողմից կտրվում ես իրականությունից, իսկ մյուս կողմից հնարավորություն ես ստանում այդ իրականությանը տարբեր դիտանկյուններից նայելու։ Հետո հասկանում ես, որ միայնակ չես քո ցավի հետ։ Տեղյակ եմ, որ նաև այսօր համագործակցում եք Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի հետ, խնդրում եմ պատմեք այդ ներկայացման մասին, որի մեջ ներգրաված եք։ Ներկայացումը, որի մեջ խաղում եմ, կոչվում է Արևի մարդիկ, ռեժիսորը Ռուզան Խաչատրյանն է եւ ներկայացումը հիմնված է արցախցի գրող Հերմինե Ավագյանի «Վազում եմ սպասիր» գրքի պատմվածքների հիման վրա եւ արդեն մի քանի ամիս է խաղում ենք ամիսը մեկ անգամ, ունեցան գեղեցիկ առաջնախաղ։ Ներկայացումը պատմում է Արցախի մասին, բայց մի քիչ այլ դիտանկյունից, քան մենք սովոր ենք խոսել Արցախի մասին, ավելի խաղաղ օրերի մասին,
ավելի այն օրերի մասին, որոնց մեջ շատ ծերու արև կա, շատ ջերմություն կա, շատ կյանք կա, եւ ինձ համար այն վերադարձ էր արմատին, եւ կարծում եմ հանդիսատեսի համար անգամ էական չի, որ իր գործողությունները տեղի են ունենում Արցախում, մենք չենք խաղում բարբառով, խաղում ենք գրական հայերենով, եւ սա հնարավորություն է տալիս հանդիսատեսին գուցե տեսնելու ոչ միայն իմ արցախյան մանկությունը, այլև իրենց անձնական կյանքը, իրենց մանկությունը, իրենց վերադարձը արմատներին եւ ինչպես Ռուզանա ասում է մեր ռեժիսոր, այս ներկայացումը բեմադրելու ժամանակ իսկապես միտք ուներ, որ մի օր նորից Արցախում պայծառ լուսաբաց է լինելու եւ արևի մարդիկ նորից իրենց տներում են ապրելու եւ այս հույսով էլ խաղում ենք ներկայացումը։ Հրաշալի է, կարծում եմ մեր հեռուստադիտողը պետք է ուշադիր լինի ազդագրերին եւ անպայման ներկա լինի նաեւ այս ներկայացմանը։ Վերադառնանք Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնին, անցյալ տարի Մուրմանսկում ներկայացրիք ամբողջ ձայնով ներկայացումը, Մայակովսկու բանաստեղծությունների հիման վրա բեմադրված ներկայացումը, որը արժանացավ 2 մրցանակի, նաև թատերաքննադատների դրական այդպես արձագանքին, արդյոք այդ թատերախաղից հետո նոր համագործակցության առաջարկներ ունեք կամ նոր ծրագրեր ունեք։ Նոր ծրագրեր Մուրմանսկի հետ կապված դեռ չկա, բայց այդ փառատոնը մեզ ծանոթություններ շատ լավ տվեց, որից հետո մեզ անցած տարի էր, ոնց հիշում եմ, Արմեն Մարգարյանին, ով մեր թատրոնում ներկայացում էր դրա եւ մեր հետ մի ուրիշ ներկայացման մեջ խաղացել էր, հրավիրել են որպես ժյուրի անդամ այլ փառատոնի համար եւ երբ նա արդեն եկել էր Մուրմանսկից վերադարձել էր մեր մոտ քննարկելու ինչպես անցավ այդ նոր փառատոնը, միայն դրական էմոցիաներ բերեց եւ ասաց, որ ձեր մասին մինչեւ հիմա այնտեղ խոսում են։ Մուրմանսկի կարևոր ծանոթություններից մեկն էր իրականում այդտեղի հայկական համայնքն է, ով ոչ միայն ջերմ ընդունեց, այլ նաև ջերմ ճանապարհեց ու այն կարգի, որ մենք այնքան շատ նվերներ էին մեզ տվել, որ նույնիսկ չեն կարողանում մեր հետ տոմսերի ճամպրուկների մեջ տեղավորել։ Ես մի փոքր համալրեմ, եթե կարելի է, հետո նորից շարունակես։ Ինչի համար ենք մենք այդքան կարևոր Մուրմանսկի հյուրախաղերը, նախ այս շրջանում կարծեմ առաջին հյուրախաղերն էին թատրոնի համար նման ծավալի, երկրորդը մեծ փառատոնի էր մասնակցությունը եւ ներկայացումը, որը ներկայացրել ենք այդ փառատոնի ժամանակ, շատ խորհրդանշական է, որովհետեւ երկրորդ մասում ներկայացման, որը կոչվում է Գոլոս Արցախը, հնարավորություն ունենք բարձրաձայնելու Արցախի մասին եւ կարծում եմ, որ թատրոնի համար, որը տեղահանություն է անցել եւ այժմ բարդ պայմաններում է իր ստեղծագործական կյանքը շարունակում եւ այսպիսի պայմաններում, երբ արցախյան թեման երբեմն դժվար է լինում բարձրաձայնել եւ հակասական արձագանք է ստանում, գնալ հասնել աշխարհի այլ մաս եւ այդքան մեծ լսարանի դիմաց, որտեղ պրոֆեսիոնալ, թատերական աշխարհի պրոֆեսիոնալ մարդիկ են ներկայացված, նրանց կողքին համարձակվել բարձրաձայնելու Արցախի մասին եւ հնարավորություն ստանալու արձագանքը լսել, մեզ համար դա շատ կարեւոր կետ էր, որ այդքան մարդիկ ներկայացման շնորհիվ լսեցին, որտեղից ենք մենք։ Նրանք գուցե միջայից չգիտեին Արցախ բառը անգամ, իսկ հիմա հասկանում էին ինչի մասին է։ Իրականում արժեքավոր էր եւ նրանք էլ ժյուրին էլ դա շեշտեց, որ կորստյալ թատրոնը, հայրենիք ու տուն կորցրած թատրոնը ի վիճակի է եղել հավաքվել այլ երկրում։ Ընդ որում արագ։ Արագ, շատ արագ։ Այո։ Եվ նույնիսկ հնարավորություն ունեցել ստեղծագործել։ Смех зазвенел и зазвякал. Лошадь упала! Упала лошадь! Смеялся Кузнецкий. Лишь один я голос свой не вмешивал в вой ему. Подошел и вижу глаза лошадиные. Улица опрокинулась, течет по-своему. Подошел и вижу, за каплище по морде катится, прячется в шерсти. И какая-то общая звериная тоска плеща вылилась из меня и расплылась в шелесте. Лошадь, не надо! Лошадь, слушайте, чего вы думаете, что вы их плоша? Деточка, все мы немного лошади.
Каждый из нас по-своему лошадь. Может быть, старая и не нуждалась в няньке. Может быть, и мысль им оказалась пошла. Только лошадь рванулась, встала на ноги, ржанула и пошла, хвостом помахивала, рыжий ребенок. Пришла веселая, стала в стойло, и все ей казалось, она же ребенок. И стоило жить, и работать стоило. Ովքեր օգնեցին Երևանում արագ ոտքի կանգնել Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնին, գործընկերներ ունեիք եւ գուցե այսօր էլ փնտրում եք գործընկերների, ինչը ձեզ կարող է օգնել, որ ձեր գործունեությունը շարունակական լինի։ Մենք մինչև մարտի 1-ը համագործակցում էինք դիալոգ կազմակերպության հետ, որի հետ համագործակցությունը արդեն ավարտվել է եւ այս պահին մեր տնօրեն Ալեքսանդր Սերգեյևիչ Բարդովը ակտիվ նոր գործընկերների փնտրտուքի մեջ է եւ նոր հնարավորությունների իհարկե ուղղակի այս հարցը մեր համար մի քիչ բարդ է պատասխանելու համար, որովհետեւ մեր ռեժիսորն ու մեր տնօրենը շատ մեծ հոգատարությամբ մեզ ուր ու վստահություն ընդվել կենտրոնանալու հենց դերասանական խաղի վրա։ Հրաշալի է, բացառիկ երևույթ է։ Մենք էլ ենք մեզ շատ շոյված եւ ուրախ ենք զգում դրա համար, եւ մենք հանգիստ ենք, որովհետեւ գիտենք, որ եւ այս շրջանը իհարկե բարդ է, բայց մեզ համար կարծում ենք հաղթահարելի կլինի։ Կարծում եմ, որովհետև մենք հավատում ենք թատրոնի առաքելությանը իսկապես եւ բոլոր խնդիրները այս պահին մեզ ժամանակավոր են թվում։ Իսկ հետաքրքիր է ձեր թատերախումբն ամբողջությամբ Ստեփանակերտից տեղափոխվեց Երևան կամ գուցե եղան դերասաններ, ովքեր ընթացքում մեկնեցին այլ երկրներ կամ անգամ ստիպված եղան դադարեցնել գործունեությունը։ Թատրոնը Արցախում, Ստեփանակերտում 3 մասից է իրականում բաղկացած՝ հիմնական դերասանական խումբը, երիտասարդականը եւ մանկականը։ Երիտասարդականը, ինչի կազմում ես եղել էի, տեղահանվելուց հետո մեծամասամբ ծրվեցին մի քանի հոգի իհարկե Ռուսաստան տեղափոխվեցին ֆինանսական պատճառներով, մի երկուսի կյանք այնպես դասավորվեց, որ չէր կարող զբաղվել նորից ուսմամբ։ Եվ իսկ հիմնական մասը, հիմնական դերասանական խումբը մնաց նույնը, իսկ երիտասարդական խումբը համալրվեց նոր երիտասարդներով, մեր ծանոթներով, մեր ընկերներով, Հիմա երիտասարդական խումբն ու հիմնական խումբը միասին նոր 2 ներկայացումներ ենք բեմադրելու, իսկ մանկական խումբը երևի ավելի շատ ընտանիքի ամեն մեկի տարբեր տեղ գտնվելու պատճառով դեռ հնարավորություն չկա նորից հավաքելու, բայց կապը իրենց հետ դեռ մնում է։ Դա հիմնական խումբը մարդիկ դերասանները, որոնցով ճանաչելի է թատրոնը հանդիսատեսին, մնաց անփոփոխ։ Ուրախ եմ դրա համար։ Իսկ Արցախի այլ թատերախմբերի ճակատագիրը տեղյակ եք, ինչպես է դասավորվել, արդյոք պահում եք կապը։ Երևի ես պատասխանեմ, որովհետև անմիջապես կապը ես էի պահում։ Տեղահանությունից շատ քիչ ժամանակ հետո Արցախի Ստեփանակերտի թատրոնը Վահրամ Փափազյանի անվան հյուրախաղերի գնաց, մեծ հյուրախաղեր ունեինք Ամերիկայում, ներկայացրել էինք Արինե Քոչարյանի բեմադրած Երկնքից 3 խնձոր ընկավ ներկայացումը, շատ հաջող ուրախալի հյուրախաղեր էին այդ ժամանակաշրջանում։ Ցավոք վերադարձից հետո չնայած որ մի քանի փորձ արվել է վերականգնելու աշխատանքը, ֆինանսական խնդիրները, հնարավորության բացակայությունը, որովհետև բեմ վարձելու, փորձասենյակ ունենալու ու հատկապես մեծ թատերախմբի համար սա բավականին մեծ խնդիր է, ցավոք այդ խնդիրները բերեցին իրան, որ տվյալ պահին չկարողացանք վերականգնել աշխատանքը։ Գուցե հետագայում հնարավորություն լինի ամբողջ անձնակազմը հավաքելու, չնայած հիմա դժվար եմ պատկերացնում, որովհետև մի մասը դերասանների ստիպված եղավ կամ արտագաղթել կամ շատ ծրված են Հայաստանով մեկ եւ դժվար կլինի հավաքելը, բայց հուսամ իրոք մի օր կհավաքվեն։ Իսկ այլ թատրոնները, տիկնիկային թատրոնը Տիկնիկային թատրոնից ես միայն մի ծանոթ ունեմ, ով ստեղի տիկնիկային թատրոնում էր աշխատում,
իրան տեսա, ոնց հասկացա, չէ, իրանք էլ հնարավորություն չունեցան առանձին որպես թատրոն ձևավորվել։ Գուցե ամեն մեկը ինչ որ տարբեր թատրոններով ծրվել եւ աշխատում է։ Եվ նաև գիտեմ, որ Դիզակ Art Studio-ն է գործում, որտեղ երեխաները հադրութից ներկայացումներ են բեմադրում եւ ասում են շատ հաջողված, ցավոք դեռ չեմ հասցրել լինել, բայց հուսամ, որ մարդիկ աջակցում են եւ գնում են որպես հանդիսատես, մենք էլ կփորձենք լինել։ Ասում են շատ տաղանդաշատ երեխաներ են եւ շատ հաջողված ներկայացումներ ունեն արդեն։ Շատ կարևոր միտք ասացիք, առաջին ինչ պետք է անի թե մեր հեռուստադիտողն այսօր եւ առհասարակ ցանկացած հայ աջակցի գալով ներկայացումների, հետևելով ներկայացումներին, ազդագրերին։ Խնդրում եմ վերջում նաև պատմեք ձեր ծրագրերի մասին, թե անձնական ծրագրերի եւ անշուշտ նաև Ստեփանակերտի ռուսական դրամատիկականի ծրագրերի մասին։ Բարեբախտաբար իմ անձնական ու թատրոնների ծրագրերը համընկնում են, այո։ Ես ինձ հայտնաբերեցի, որ հետաքրքրված եմ եւ մոտս երևի ինչ որ ներքին կարողություն էլ կա, հնարավորություն էլ կա, ինչ որ վերուս տրված, որ լինել ռեժիսոր եւ հիմա իմ մեր ներկայացումները դնելու եւ խաղալու ընթացքում փորձում եմ սովորել մեր հնարավորինս շատ վերցնել մեր ռեժիսորից Ժաննա Գրիգորովայից եւ գուցե ապագայում երբ արդեն ֆինանսապես ավելի կայուն վիճակ ունենամ, ուսման կդիմեմ թատերական ռեժիսուրայի եւ իմ գործը արդեն կշարունակեմ մեր թատրոնում այլ պաշտոնի։ Գուցե Հրաշալի է։ Ես էլ եմ իրականում ուզում ուսումս սկսել թատերական աշխարհում եւ դեռ չգիտեմ, բայց կարծում եմ, որ ինձ համար նաև շատ հաճելի եւ օգտակար է համագործակցել հայկական թատրոնների հետ։ Ես շատ եմ սիրում բեմում թե ռուսերենով ներկայանալ, թե հայերենով եւ եթե հնարավորություններ լինեն, անպայման կշարունակեմ համագործակցել եւ կարծում եմ երկուսիս համար էլ սովորելու եւ կյանքից հնարավորինս շատ քաղելու փուլ է սկսվել, ինչը հաճելի է, բայց էլ ավելի հետաքրքիր է պատմենք թատրոնի պլանների մասին, որովհետեւ սպասում ենք, որ մեր հանդիսատեսը այդ ներին շատ ակտիվ կաջակցի։ Այս պահին երկու ներկայացում ենք բեմադրում, դրանցից մեկը Պալոնսկու Գեորգի Պալոնսկու Ключ без права передачи պիեսի, հա, հիման վրա է։ Պատմվածքի հիշելով։ Ամեն դեպքում ներկայացումը կոչվում է Просто любить сложно, հա դու ուղիր, հա, դու հետևիր շատ։ Որտեղ այս պահին երկու լեզուներ միաժամանակ իմ ուղեղի մեջ պայքարում են ճիշտ ինֆորմացիա տալու համար։ Ներկայացումը հիմնված է ուսուցիչներ, աշակերտներ, ծնողներ այդ եռանկյունու փոխհարաբերությունների վրա եւ իրականում բարձրաձայնում է այնպիսի թեմաներ, որոնք շատ արդիական են այսօր էլ, դրանք սիրո, առաջին սիրո այս պարագային փոխհարաբերությունների կառուցման դժվարության, այն շրջանի մասին, երբ դեռահասության ժամանակ դժվար է լինում հասկանալ ով ես դու, որտեղ ես, ինչ դեր ունես կյանքում, եւ գուցե մեր հանդիսատեսին մենք սպասում ենք, որ նաեւ ավելի երիտասարդ հանդիսատես կունենանք այս ներկայացումների համար, այո, գուցե նրանց համար որոշակի հարցերի բարձրաբանման, բարձրաձայնման համար հարմար ներկայացում կլինի։ Ավելացնեմ, եթե ուրեմն միայն դպրոցականներին իրականում միայն դպրոցականներին չէ ում հետաքրքիր լինելու այս ներկայացումը, որովհետև շատ հետաքրքիր քայլ է կատարել մեր ռեժիսորը ավելացնելով այդ պիեսայի մեջ նաև Պուշկինի Անեգինի հատվածները, դա լինելու է ներկայացման մեջ, որը ել ավելի շատ իմաստներ է փոխանցելու եւ հույս ունենք, որ մինչև ապրիլի վերջ հնարավորություն կունենանք պատրաստել, բայց քանի որ ներկայացումը իրոք շատ մասշտաբային է իր ժամանակահատվածով եւ աշխատանքը շատ մեծ է, հնարավոր է տեղափոխենք մինչև երկրորդ սեզոն, այո, սեպտեմբերի սկիզբ դպրոցական շրջանը բացելու եւ թատերական շրջանը բացելու համար։ Ասացիք երկու ներկայացում եք պատրաստում։ Դա մեկն էր։ Այո, իսկ երկրորդը։ Երկրորդը նվիրված է լինելու հայրենական պատերազմի 80-ամյակին, ինչպես նաև մեր ազատամարտերին զոհված, մասնակցած զինվորների մարդկանց հիշատակին,
լինելու է երաժշտական, բանաստեղծական երեկո պերֆորմանս ենք դա անվանում։ Ներկայացման տեղը եւ հստակ օրը դեռ չունենք, բայց ակտիվ մայիսում է լինելու, ուղղակի հիմա ակտիվ արդեն նախապատրաստական աշխատանքների մեջ ենք դեռ։ Մենք կհետևենք եւ կհորդորենք նաեւ անշուշտ մեր հեռուստադիտողին հետևելու այս ներկայացումներին, այո, բաց չթողնել դրանք։ Շնորհակալ եմ շատ, որ այսօր մեզ հետ խոսեցիք, այդքան անկեղծ էիք եւ նաեւ կարեւորը պատմեցիք ձեր ծրագրերի մասին եւ նաեւ վստահ եմ, որ օրինակ եք բոլորի համար, որ պետք է այո, այդպես շարունակել, կրթվել, նաեւ անշուշտ եւ ամեն անգամ, ամեն դժվարությունից հետո նոր էջ բացել անձնական եւ ստեղծագործական կյանքում։ Շնորհակալություն։ Մենք ենք անչափ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ այսօր Art Focus-ում զրուցում ենք Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնի դերասաններ Շողեր Սարգսյանի եւ Հարություն Անդրեասյանի հետ։ Այսօրվա համար այսքանը, ցտեսություն։